Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty սալոնը։ Բարև ձեզ, ես Մերի Փամփոխչյանն եմ։ Մեծ սիրով ու ոգևորությամբ ուզում եմ ասել, որ Թատրոն Լաբորատորիան սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է Bemcast Podcast։ Հայտնի արտահայտություն կա, որ թատրոնը սկսվում է կախեչից։ Մենք փորձել ենք այս հարցին մոտենալ մի փոքր այլ տեսանկյունից եւ կարծում ենք, որ թատրոնը սկսվում է հարցից։ Այնպես որ այս բեմում խոսելու ենք թատրոնից անկեղծ եւ առանց պատրաստի պատասխանների։ Եվ մեր առաջին հաղորդման հյուրի Զիրոյանի հետ ունենալու ենք զիլզրույց։ Ողջույն Զիրոյան։ Բարև ձեզ, ոտքս խերով ձեր նոր հաղորդում։ Շնորհավորում եմ Անդրանիկ հաղորդման կապակցությամբ։ Հուսով եմ մենք ունենանք հրաշալի զրույց, հրաշալի հաղորդում, YouTube ալիքի հեռուստադիտողներն ավելի գոհ կլինի ու ավելի կբացահայտի ինձ եւ ձեզ թատրոնի կողմից։ Ես եմ շնորհակալ, որ այսօր այստեղ եք եւ նրանք, ովքեր գիտեն ձեր ազգանվան պատմությունը, երևի հասկացան, թե ես ինչու ասացի զիլ զրույց ենք ունենալու։ Այո, այո։ Դրա մասին էլ խոսենք, որ ովքեր չգիտեն իմանան։ Դե ովքեր չգիտեն, ասեմ, ուրեմն շատ վաղուց մինչև մեր ազգան, երբ որ ձևավորվել է Զիրոյան, մենք եղել ենք զիլ ազգ, ու հետո ժամանակաշրջանի հետ կապված, երբ որ արդեն ձևավորվել են ազգանունները, դարձել ենք Զիրոյան։ Զիրոյանների ազգի միակ ներկայացուցիչն եմ, ով մասնագիտությամբ դերասան է։ Ազգում ոչ մեկը չունի նման մասնագիտություն։ Միակը եւ անկրկնելի։ Դե այդ արդեն հանդիսատեսը կորոշի եւ հեռուստադիտողը։ Հիմա մենք նստած ենք Թատերական ինստիտուտի, ինչպես հիմա են ասում, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմահարթակում։ Ուսանողները երբ ընդունվում են Թատերական ինստիտուտ, առաջի կուրս լինեն, թե երկրորդ կուրս, երբ դեռ նոր են ընդգրկվում այդ ուսումնական process-ում, փորձերում, ներկայացումներում, անընդհատ իրենց մոտ այդ զգացողությունը կա, սիրտը տրոփում է այս բեմում հայտնվելու համար, երազանքի պես ինչ որ բան է։ Ու անընդհատ ասում են, երբ հագալու այդ օրը, երբ որ ես բեմ բարձրանամ։ Հիմա մենք նստած ենք այս բեմում։ Դուք մարդ, ով խաղացել է տարբեր թատրոնների, կամերային, բոհեմ բեմերում։ Ունեք այդ զգացողությունը սրտատրոփ, որ ուսանողական թատրոնի բեմ պիտի բարձրանամ։ Բնականաբար բոլոր զգացողությունները բեմի հետ կապված խաղալու, նոր ներկայացում սկսելու, սրտի թրթիր, լարվածություն, այդ ամեն ինչը զգացել եմ, զգում եմ ու կզգամ։ Բայց որպես ուսանող կուզենամ, ինչու ոչ, որպես ուսանող դες թրթիրը լինի մեջ, ասեմ որ վայ երեխեք, արագացեք, բաբա։ Այդ չունեմ, բայց կփորձեմ դա խաղացնել։ Հիմա որ կուրս եք։ Հիմա երկրորդ կուրս եմ, Արշալույս Հարությունյանի արվեստանոցում եմ, ու ինձ թվում է ամեն ինչ շատ լավ է։ Նախ շնորհակալ եմ բոլոր դասախոսներին, ովքեր ըմբռնումով են մոտենում ինձ, որովհետև ես շատ պատասխանատու ու պարտաճանաչ մարդ եմ։ Եթե դասերից էլ բացակայում եմ, վստահեցնում եմ, որ կա հստակ պատճառ, թե ինչի չեմ գալիս դասերին, ու բոլորն էլ դրա մասին տեղյակ են։ 18 տարեկան չեմ, որ ասեմ, վայ, գիտեք, գլուխս ցավում էր, չեկա։ Ես աշխատում եմ, ընտանիք եմ պահում, ինձ եմ պահում ու դրա համար դասախոսները հասկանում են ու ըմբռնումով են մոտենում, որովհետև իրանք էլ են այդ նույն բանը անում։ Հասկանալի իրավիճակ բոլոր դերասանների համար է։ Հա, հիմա մեր աշխատանքն է այդպեսին։ Պիտի աշխատես, այլ ընտրանք չկա, ճանապարհ չկա, փորձ, ներկայացում, ուրիշ տեղ աշխատանք, ցած տարբեր հանդիպումներ, այսպիսի ոդկասթների հյուր ժամանակդ գնում է ու հասկանում ես, որ դա քո մասնագիտության մեջ է մտնում ու դու պարտավոր ես մասնակցել, գնալ, որովհետև դու այս ասպարեզում կաս մի փոքրիկ մաս ես զբաղեցնում ու դու պարտավոր ես քո դերն ու նշանակությունը ասելիքը ունենաս։ Խոսեցիք աշխատանքի մասին, աշխատանքը համատեղելու մասին, նաև ժամանակին այդ աշխատանքն է, չէ, պատճառը եղել, որ ինչ որ պահի դուք թողել եք թատրոնը ու գնացել եք ուրիշ ոլորտ։ Հա, այդ շատ այդ 2011 թիվն էր։ Թողեցի, որովհետև ոչ թե աշխատանքը, այլ շուտ էի պայմանավորվել, որ պիտի գնամ։ Իմ պլաններում չկար թատրոնում աշխատելու միտքը, ու քանի որ անգործ էի, որոշել էի, որպեսզի գնամ դուրս աշխատեմ։
Դե թղթեր ուղարկել էի, սպասում էի վիզայի պատասխանին, ու երբ ես թատրոն ընդունվեցի ու փորձնական շրջանը անցա ու մեր գեղարվեստական ղեկավարը տվեց իր հան, այոն, որ ես կարող եմ լինել կամերայինի բեմում, ու այդ ժամանակ եկավ արդեն իմ պատասխանը վիզայի, ու ես ցավոք պիտի գնայի, ու գնացի, վերադարձա 4 ամիս հետո ու արդեն 14 տարի է ինչ կամերային թատրոնում եմ։ Իսկ գնալիս զղջման զգացողություն չի եղել, որ ինչի լավ թողեցի, ես այդքան ուզում էի։ Ես ձեզ այսպեսի բան ասեմ, ինձ ճանաչողները գիտեն, որ ես եթե մի բան անում եմ, ուրեմն պիտի արվի։ Եթե պիտի գնայի, ուրեմն պիտի գնայի։ Եթե պիտի հետ գայի, ուրեմն պիտի հետ գայի։ Նախ սկսենք նրանից, որ դա ճակատագիր է ու ես դրան հավատում եմ։ Նախ սկսենք նրանից, որ ճիշտ պահին եղել եմ ճիշտ տեղում, դրան էլ եմ հավատում։ Ու շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ փորձությունների միջով անցկացնում, որպեսզի ես հասկանամ, որ նա իմը։ Մինչև այսօր ես անցնում եմ փորձությունների միջով։ Նախախնամությունը ասվածը ամեն դեպքում աշխատել է։ Միանշանակ չի կարա չաշխատի, որտեվ առանց դրա չի լինի։ Ու ոչ մի բանի մասին, ոչ մի բանի համար չեմ ես փոշմանում։ Փոշմանելու բան չկա։ Ամեն ինչ տղու համար է, մարդու համար է, ով պիտի անցնի դժվար ճանապարհ, որպեսզի հասնի իր ուզածին։ Սենց կմեկնաբանեմ։ Մարդ, ով սկսեց բեմում խաղալ որպես դերասան, բայց ժամանակին նաև այլ բան է արել բեմում, ռեկվիզիտոր է եղել եւ գիտի ամեն ինչ ներսի մասին թատրոնի, այսինքն գիտեք ներսում ինչ է կատարվում եւ այլն, այն ինչ որ տեսել եք մինչեւ բեմում խաղալը կուլիսներում, ձեզ երբևիցե ունեք հետ չի մղել, թե ավելի է գայթակղել, որ դուք մտնեք այդ աշխարհ ու ավելի խորանաք դրա մեջ։ Ուրեմն ինչքան էլ թատրոնն ունի իր մոգական ուժը, սկզբից ասացի, որ աշխատանքին շատ պատրաստական եմ մոտենում, ու եթե ինձ հանձնարարված է, որպեսզի ես լինեմ ռեկվիզիտոր, ես դա անում եմ ամենաբարձր մակարդակի եւ ամենայն ուշադրությամբ ու չեմ շեղվում, թե բեմում ինչա կատարվում։ Ինձ հետաքրքիր է իմ դրված ռեկվիզիտը տեղում է, դերասանը ճիշտ օգտագործես, թե չէ։ Երբ որ հարցը հասնում արդեն բեմում, որպես դերասան պիտի խաղամ։ Ես արդեն ուշադիր եմ, թե բեմում ինչա կատարվում, թե իմ խաղընկերներին եւ թե ռեժիսորի բեմադրած միզանսցենին։ Ես տենց եմ մոտենում, ինձ ոչ մի բանը չի խանգարում։ Երբ վերջին զանգի ժամանակ ձեր դպրոցի բեմը որոշեցին, որ պետք է վերանորոգեն, ու դուք այդպես էլ վերջին զանգը բեմում չունեցաք, դա երևի հենց սկիզբն էր, հա, որ ցանկություն կար բեմում լինելու։ Ինչպես է այդ միտքը ձևավորվել, որտեղից։ Դե եկեք լավ, եթե տենց անկեղծ, այդ ամեն ինչը սկսվել է փոքրուց։ Ես դեռ արդեն մանկապարտեզի տարիքից եղել եմ բեմում։ Ես մանկապարտեզի տարիքում խաղացել եմ Հովհաննես Թումանյանի Հեքիաթը Տերն ու ծառան։ Այդ ժամանակվանից սերը եղել է բեմը։ Հետո արդեն երբ որ դպրոցը ավարտեցինք ու չգիտես ինչի հենց այդ տարի պիտի վերանորոգեին մեր բեմը, մենք չարեցինք վերջին զանգ։ Մենք արեցինք դասարանում, եկավ տնօրենը ողջունեցինք։ Ու դրանից հետո իմ մեջ մտավ ինչ որ մի բան, որ ես բեմ եմ ուզում։ Ոչ թե բեմ եմ ուզում, այլ ես ուզում եմ մարդկանց ծիծաղացնել, մարդկանց զգացողություններ փոխանցել, զգացմունքներ փոխանցել, որպեսզի նրանց մեջ արթնանա այն, ինչը որ պարփակված է։ Ու տարբեր բեմերում ելույթ ունենալուց հետո վերջապես ես գտա այն բեմը, որտեղից ես կարողանում եմ այն ամեն ինչը փոխանցել հանդիսատեսին։ Իսկ ինչ եք կարծում, ինչ է մարդկանց մեջ պարփակված։ Իրականում զգացմունքները փակված են մարդկանց մոտ։ Ես այսպես կասեմ, որովհետև երբ նայում ես ներկայացման վերջում հանդիսատեսի աչքերին, զգում ես, որ կա կարոտ, կա սեր, տվյալ ներկայացման հետ կապված, թե դու ինչ մեսիջ ես փոխանցում հանդիսատեսին։ Նույն օրինակ Արա Երնջակյանի գրած Սիրո խոստովանություն Երևանին, մենք ուղիղ 2 ժամ սեր ենք խոստովանում Երևանին եւ Երևանի տարբեր թաղամասերին ու այն ջերմությունը, այն էներգիան, որ տիրում է մեր քաղաքում, շատ քիչերս ուշադիր չենք լինում, որովհետեւ մենք տարված ենք մեր առօրյայով։ Ոնց է, չէ, գնում ենք դուրս, ասում ենք Եվրոպան ինչ մաքուր է, վայ, ծխախոտի մնացորդը չենք գցում պոլին։ Ստեղ էլ կարանք այդ ամեն ինչը անենք, բայց քանի որ մենք Հայաստանում ենք, մեզ հայ են ասում, մենք ոնց ասեմ, մենք անում ենք այն ինչ ուզում ենք,
ու մեզ չեն կարող ասել մենք ինչ անենք, կա այսպիսի մի տոկոսային հարաբերություն, որ մարդիկ այդպես են մտածում, շատ քիչ, 1-2%-ը։ Կարող ենք ասել, որ թատրոնը օգնում է մարդկանց կյանքում ճիշտ որոշումներ կայացնել։ Թատրոնը օգնում է, թե չէ։ Նախ սկսենք նրանից, թե այդ մարդը ոնց է ընկալում։ Ինչքան էլ թատրոնը կօգնի կամ չի օգնի, դա մարդու ընդունելուց է կախված, մարդու մենտալիտետից է կախված, ըմբռնումից է կախված, թե ինքը ոնց կընկալի այդ ամեն ինչը։ Դե հիմա մարդ կա ասում է, հա, դերասան, թող ասի, մարդ կա ասում է, հա, ճիշտ է ասում ու ներկայացումից հետո ինչ-որ բան է փոխվում իր մոտ, ու ինքը լրիվ այլ տեսանկյունից է նայում այդ հարցին։ Մարդկանց տեսակն է դա։ Մենք փորձում ենք մաքսիմալ փոխանցել այն ամեն ինչը որ չի հնչում բարձրաձայն, չենք տեսնում ու պետք է դրա մասին ինչ-որ մեկը խոսի, իսկ ինչ-որ մեկը դա դերասանն է, դա մի վայրն է, որը կոչվում է թատրոն, այն հրաշք տեղը, որտեղից մարդիկ աշխատում են ու իրենց էմոցիաները փորձում են փոխանցել հանդիսատեսին։ Թաքնված զգացմունքները։ Եկանք շատ հետաքրքիր կետի, այն մարդիկ, ովքեր նայում են հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներ, որոնցում դուք նաև ունեք մասնակցություն, դա նույն Women's Club-ն է եւ շատ նախագծեր։ Ու ձեզ տեսնում են կատակերգական, զվարճացնող, ավելի ուրախ, թեթև շոուներում, բայց հակառակ կողմում կանգնած է մի զիրոյան, ում հետաքրքրում են եւ նա սիրում է այնպիսի դերեր, որոնք բացահայտում են մարդու ներքին աշխարհը։ Կա ինչ-որ մի կերպար, դեր, ինչ-որ մի ստեղծագործություն, որ կուզեիք դրանում մասնակցություն ունենալու ինչ-որ առումով այդ ներքին աշխարհը։ Իհարկե, ես նման կարելի ասել երազանք ունեմ, որ նմանատիպ առաջարկ երբ լինի, ես անկախ ամեն ինչի չեմ նայելու, թե գումարին, թե ոչ մի բանը չեմ նայելու, ես միանշանակ համաձայնվելու եմ։ Եթե տեսել եք Большой мир մեծ աշխարհ ֆիլմը, որը արդեն այս տարի ներկայացված է Օսկարին, ինձ համար նմանատիպ ֆիլմերը շատ ազդեցիկ են, ես հենց հիմա էլ փշակաղվում եմ խոսելիս, որովհետև գիտեք ոնց այդ մարդկանց ներսինը այնքան դժվար է արտահայտել, ու երբ որ դու տեսնում ես դերասանը ոնց է արտահայտում այդ մարդու ներսինը, ինչ է կատարվում իր ուղեղում, ինչ մոտեցում է անում, որպեսզի ամեն ինչ լավ լինի, ոչ մեկին չնեղացնի, դու ուզում ես այդ նույն բանը անել քո երկրում, որ կան նմանատիպ մարդիկ կան, ովքեր ամեն ինչի ընդունակ են, ուղղակի ֆիզիկական թույլ լինելու պատճառով չեն կարողանում, բայց մարդկանց ուղեղը աշխատում է, իրանք կարան, պետք չի դրա վրա ծիծաղել, դա ես տեսան եմ ասում ֆիլմից, որտեղ ծիծաղում են, դա ռեժիսորի մոտեցումն է, որպեսզի կերպարը ավելի ազդեցիկ լինի։ Միակ երազանք է դա ինձ համար նմանատիպ ֆիլմում խաղալը, եւ նմանատիպ ֆիլմ կա լեհական ֆիլմը, կոչվում է Хочется жить, ուզում եմ ապրեմ, տարբեր վերնագրերով է, բայց լեհական ֆիլմ է։ Ինքը էլի ոնց ասեմ, մարմինը չի աշխատում, ինքը սայլակի վրա է, էմոցիաներով է ամեն ինչ արտաբերում, ու մի հատ հրաշալի տեսարան կա այնտեղ, երբ որ հայրը տուն է գալիս, մի քիչ գինով ցած, փորձում է տղային դաստիարակել, թե երբ որ կինը շատ է խոսում, ինչ պիտի անես, որ կինը լռի։ Ասում է, դու մի անգամից այն զգում ես կինը շատ բարձր է խոսում, մի անգամից ձեռքով խփի սեղանին, ասա, վերջ, հերիք է խոսած։ Վերջի տեսանում ես ուղղակի մաս եղա, ինքը քանի որ ամեն ինչ լսում է, ամեն ինչ հասկանում է, բայց չի կարողանում խոսա, բայց ինքը հասկանում է։ Երբ որ հանձնաժողովը նստած է ու ասում է, որ այս հիվանդը մեր հիվանդը չի, իրան պատտում են, որպեսզի հետ տանեն, եթե չեմ սխալվում, ասում է, անգամ չի էլ կարում խոսա, ինքը ուրեմն այնքան ուժ ունի, որ ոտքի ծայրով դուռը պահում է, որպեսզի չբացեն, անվասայլակից իջնում է, մեջքի վրա գլորվելով գնում է, մի կերպ բարձրանում է վերև, ես իհարկե ներողություն եմ խնդրում, բայց պիտի ցույց տամ, ինքը այսպես խփում է սեղանին։ Այդ ինձ համար դեք ինչ է, որ ես ուղղակի քայքայվեցի լավ իմաստով, որ չի կարելի նման կերպ վարվել, հա, էլի եմ հասկանում, կինոյա, դրա համար ես երազում եմ նմանատիպ ֆիլմում նկարվեմ կամ նմանատիպ ներկայացման մեջ, ով չի խոսա,
ով կարտաբերի ժեստերով, ձեռքերով, կարտաբերի աչքերով իր զգացածը, իր խոսացածը նմանատիպ դեր խաղալու համար նախ շատ մեծ փորձ է պետք։ Ժամանակին Արտաշես Ալեքսանդրն ասեց աչքերդ խորն են, ասի շնորհակալ եմ, լավ ավակ ընկերն է, ասեցի սենց դեր եմ ուզում խաղամ, ասեց հələ շուտ է, թող մի քիչ էլ աչքերդ խորանան, ասեցի ջան, ոնց ասես։ Էտա իմ ոնց ասեմ, կյանքը պիտի տեսնես, հա, ու ես չեմ ամաչում ու հաստատ կփաստեմ, եթե նմանատիպ դեր եղավ, որ ինձ վստահեցին, ինձ գումար պետք չի, որտեվ այդ մարդիկ իրավունք ունեն ապրելու մեզ հետ հավասար, այդ մարդիկ բոլոր իրավունքները ունեն մեզ հետ հավասար, կապ չունի ով ինչ աստիճանի է, այդ չգիտեմ ինձ համար այդ մի քիչ ուրիշ թեմա է, այլ ուրիշ տեղատանում ինձ։ Ամեն դեպքում էմոցիաները փողի մասին չեն, լիովին համաձայն եմ, իսկ այդ ցանկությունը գուցե կապված է նրա հետ, որ դուք կյանքի ինչ որ շրջանում թեկուզ մանկություն լինի կամ երիտասարդության էլի ավելի վաղ փուլում ինչ որ էմոցիաներ եք ունեցել, ապրել կամ ինչ որ իրավիճակներ են եղել ձեր կյանքում, որ դուք ուզում եք դա ձեր միջից դուրս հանեք։ Չեմ կարող ասել նման բաներ եղել է թե չէ, բայց գուցե ես անցած կյանքում այսպեսին չեմ եղել ոնց հիմա եմ։ Գուցե իմ անցած կյանքում ես եղել եմ նման մարդկանցից մեկը, ով երկրորդ անգամ վերածնվել է Զիրանի մարմնի մեջ, Զիրանի հոգու մեջ ու ուզում է այդ մարդու ապրածը ներկայացնի, այդ մարդու զգացածը ներկայացնի, որ մենք էլ ենք ձերպես, կապ չունի չենք կարող խոսանք, կապ չունի չենք կարող ինչ-որ բան անենք, բայց մենք էլ ձերպես մարդ ենք ու ունենք այդ զգացողություններով, ինչը որ ունեք դուք, հավատացեք իրանք ավելի ուժեղ են զգում, քան մենք, ես ես հավատացնում եմ, որ իրանք շատ ավելին են զգում, քան մենք, որտեվ իրանց մոլորակը, իրանց ներքին աշխարհը, իրանց զգացողությունը այստեղ ոչ մեկը չի հասկանա։ Ոչ թե չի հասկանա բառի բուն իմաստով, այլ չի հասկանա իր ներսում ինչա կատարվում։ Դու կարող ես տեսնես, հասկանաս քո ներսում ինչ-որ բան փոխվի, բայց այն ամենախորը կարող է դու չհասկանաս։ Ես էլ ամեն մի ֆիլմում մի տեսարան կա, որ ում կերպարը նրանք մարմնավորում են, մի տեսարան խաղացել են հերոսի հետ։ Վաու։ Հա, այդ մեծ աշխարհ ֆիլմի մեջ ռեպլիկը հիշում եմ, ասեց «Давненько мы не увиделись»։ Գնում են նույն տեղը, որպեսզի մասաժներ անցնեն, այդ հերոսին են բերել ու մարմնավորում է կերպարը, նույն ձև իրար ողջունում են, ասում են «Давненько мы не виделись»։ Այդ մի տեսանն է ինքը նկարվել։ Ֆիքսում եմ տես բաները, չգիտեմ։ Փոքր բաները։ Հա, որ այս մարդու մասին է այս կինոն։ Նմանատիպ մարդկանց մասին է այս կինոն։ Ու ասեմ ավելին, այդ «Хочется жить» ֆիլմի մեջ այդ տղան ոնց որ ես սիրում եմ բալերինաներին։ Լուրջ սիրում եմ բալերինաներին ու այն որ ինքը խելագարվում է։ Մանկության երազանքսեր։ Ահա։ Այդ էլ ինչ կատարված է։ Դե տեսնում եք։ Ես չգիտեմ ինչն է ինձ գրավում բալերինաների մեջ, բայց ես մեքենայից հայլից փոքրիկ պոանտներ է կախած։ Վաու։ Կան մեքենաներ, որ բոքսի ձեռնոցներ է կախած կամ չգիտեմ, խաչա, սուրբ, բայց ես նախընտրում եմ պոանտներ։ Այդտենց սիրում եմ։ Հետաքրքիր է։ Իսկ փոքր ժամանակ գնացել եք բալետային ներկայացումներ դիտել, ուզում եմ հասկանամ այդ սերը կարող է դրանով, չէ՞։ Չի եկի, չեմ գնացել, հա, չէ։ Պարզ չեն պատճառները, մի խոսքով։ Իրականում ես խելագարվում եմ բարի համար։ Ինչը որ ինձ մոտ չի ստացվում, ոնց որ մնացածի մոտ է ստացվում։ Բարը ինձ համար ոնց ասեմ, տարեր կա, բարը երգը ինձ համար որ տարեր կա։ Թողնեմ ցենց ժամերով, կերկեմ, կպարեմ։ Ու այդ բարերի ընթացքում երբ որ դու տեսնում ես, որ ինքը ամեն ինչի տիրապետում է, մեկ էլ փոխվում է, դառնում է կլասիկ բալետ, ասում ես այստեղ է ֆենոմենը, որ ինքը այդ կլասիկ շկոլան, կլասիկ դպրոցը անցնելով ինքը տիրապետում է ամեն ինչին։ Հիմա ես էլ կլասիկ դպրոցը անցնելով ուզում եմ փորձել տիրապետել ամեն ինչին։ Ինստիտուտի մասին է խոսքը։ Ահա, դերասանի մասնագիտությունը հենց դա էլ պահանջում է, որ ամեն ինչ կարողանաս անել։ Դե հա, այն ինչը որ չեմ հասցրել ժամանակին, հիմա փորձում եմ լրացնեմ։ Ամեն դեպքում երգելը, գիտեմ ես, որ շատ սիրում եք, երգում եք։ Օրինակ, հա, հիմա
Հիմա ինչ կերքեիք։ Ինչ էմոցիաներ, զգացողություններ ես, միջավայրը, ինչին է տրամադրում։ Ինչն է տրամադրում։ Այս վերջին շրջանում մենք ունենք պրեմիերա ու ամեն օր գրեթե ամեն օր այդ երգերը մեր մտքերում են, որ երգում ենք, որպեսզի ֆորմի մեջ մնանք։ Երգեմ, եթե տենցա Ջորջ Հարիսոնի ստեղծագործություններից մեկը Here comes the sun, here comes the sun, I say it's alright. Little darling, it seems like այո, the Beatles են խաղում, նոր ներկայացում։ Հրաշալի։ Ժամանակի միջանցքներով կամերային թատրոնում 4-ով ենք։ Սենիկը Բարսեղյան, Ներսեսը Մարկոսյան, Սուրենը Պողոսյան եւ ես, բեմադրող ռեժիսոր Դավիթ Աբրահամյան։ Բոլորս մարմնավորում ենք Beatles-ի քարյակին, Սենոն Փոլ Մակկարտնին, Ներսեսը Ջոն Լենոնը, Սուրենը Ռինգո Սթարը, եսը Ջորջ Հարիսոնը։ Շատ հետաքրքիր է։ Ժամանակ ունենաք եկեք։ Անպայման Եկեք սիրով կսպասենք։ մոտ ժամանակներում ես արդեն ինձ ցակում Մենք ունեցա սիրով այդ կսպասենք ձեզ։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Agritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Agritas Colors ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Մեր հաղորդման գործընկերն է Aura 8 Beauty Salon-ը։ Ձեր ինքնատիպությունը վստահեք նրանց, ովքեր գեղեցկությունը դարձնում են արվեստ եւ գիտեն հմայքի գաղտնիքները։ Aura 8 Beauty Salon։ Այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Զիրոյան, Ջան, որքանով է ասմունքը կապված թատրոնի հետ, այն իմաստով, որ օքեյ, էլի բեմ է, կարդում ես, բայց այն ինչ որ կա թատրոնում, հա, այդ կենթանի փոխհարաբերությունը հանդիսատեսի հետ, շփումը եւ այլն։ Նույնը կա, նույն էմոցիաները կարողանում ես տալ հանդիսատեսին այդ տեսանկյունից, այսինքն ուղիղ շփման տեսանկյունից, թե պետքա մի քիչ վերանաս, քո մեջ պարփակվես, որ կարողանաս պոեզիան ճիշտ ձևով մատուցել, որտեվ գիտեմ, որ փորձ եք ունեցել, չէ, Պետրոս Հոկտանյանի ստեղծագործությունների հետ կապված։ իրականում պոեզիան մի փոքր դժվար է, պոեզիան նախ պիտի լավ մարսես, որպեսզի կարողանաս այդ նույն ինչը, որ ասվում է տակի տողատակը լսողը հասկանա, իսկ դրա մեջ ամենակարևորը տողատակն է, էլի գեղեցիկ բառերով մեկնաբանում ես, բայց այն ներքևինը, երբ որ հասկանում ես, դու հասկանում ես, թե գրողի մտածմունքը, զգացողությունը, թե ասողինը, երբ որ ասողն էլ ազգում այն ինչ որ գրողն է զգացել, դա դառնում է կրկնակի ավելի ազդեցիկ ու հզոր, բայց բնականաբար ինքը մի փոքր ավելի դժվար է, որտեղ կա մարսելու բան, կա հասկանալու, ըմբռնելու, ընկալելու բան, այդ նույնը նաև կարամ ասեմ ներկայացումների մասին, դա էլ փորձերի ժամանակ է լինում, երբ որ նստում եք չիտկաների, արդեն խնդիրներով, արդեն ռեպլիկներով, դերասաններին լսելով, ընկալելով, այդ ամեն ինչը բերում հասցնում ես իր գագաթնակետին։ Ու հենց սեղանի շուրջ էլ ձևավորվում է ներկայացումը։ Այո, միանշանակ, մինչև սեղանի շուրջ չի ձևավորվում, բեմ չենք իջնում, որովհետև իջար բեմ, եթե կիսատեղար կընկնես աճ ու ձախ ու չես հասկանա քեզ ոնց պահես բեմի վրա, բայց երբ որ արդեն դու հստակ գիտես խնդիրը, ռեժիսորի առաջադրանքը, թե ոնց պիտի անես, ոնց պիտի ասես, թեկուզ շեշտադրությունը, դու արդեն բեմի վրա կարաս սպարելով էլ դա ասես, կարաս գլուխ կոնձի տալով էլ դա ասես, որովհետև այդ էմոցիան, այդ զգայարանը արդեն դրած է քո մեջ, արդեն արտնացել է քո մեջ, թե դու ոնց արտաբերես այդ բառը։ Որտեվ երբ գիտես ով է հերոսը, պատկերացնում ես թե ինքը այդտեղ ինչ կաներ, ոնց կաներ։ Միանշանակ դրա մասն է խոսքը ու շատ ավելի հաճելի է։ Կերպարներն էլ երբ որ մի փոքր նմանություն ունենում քեզ, այդ ավելի ուժեղ է լինում։ Հա, որ ինձ կյանքում եղել են կերպարներ, որոնք խաղացել եմ, ինչ որ փոճուր բաներ նմանություն գտել եմ։ Ու այդ ինձ օգնել է, որպեսզի ես կարողանամ իրան կառուցեմ։ Էլ ավելի պինդ։
Իսկ առհասարակ հետաքրքիր են ձեզ համար ավելի շատ դրական կերպարները, թե բացասական։ Հիմա ես կասեմ բացասականը, բայց հանդիսատեսը կասի դրականը։ Հասկանում եմ, թե ինչի համար են ասում դրականը, բայց ես ավելի Դրականի հետ են ասոցացնում ձեզ, Հա, ես, օքեյ, համաձայն եմ, ես դրական մարդ եմ, շատ շնորհակալ եմ։ Այսքան տարածությունից նույնիսկ էներգետիկան զգացվում։ Շատ շնորհակալ եմ, բայց գիտեք ոնց է, բացասականի մեջ էլ կա դրական կողմ։ Ուղղակի պիտի կարողանաս գտնես։ Բացես։ Հա, որովհետև եթե ինքը ինչի է դառնում բացասական, ինչ-որ խնդիրների պատճառով, ինչ-որ բաներ ա եղել ժամանակին իր կյանքում, որոնց ինքը չի հաղթարել, չի ըմբռնել այդ ու կյանքը իրան կոպիտ ասած ապտակել է, ու ինքը դրան հակառակ է գնում, բայց ինքը ուզում է իր ներսի ճիշտը հանի դուրս, ասի որ չէ, սենց է, կյանքն է, սենց է փոխվել է, դարձել է սենց, դրա համար բացասական ավելի շատ եմ նախընտրում։ Մի շատ հետաքրքիր կետի եկանք, որը եւ էմոցիաների մասին է եւ նաեւ տարբեր ռակուրսներից հա քեզ նայելու, նաեւ թատրոնը գուցե այն կետն է, որտեղ դու կարողանում ես քեզ կողքից նայել ինչ որ իրավիճակներում։ Դա թերևս եկել է հունական թատրոնից։ Իսկ դրա մասին ավելի մանրամասն կասի իմ գործընկերուհի Ռոզանը, ում պատրաստած նյութը հիմա կնայենք ու կվերադառնանք շարունակելու։ Միշտ թատրոնը դարձավ արվեստ, այն տոն էր, երգ, պար, դիմակներ եւ հազարավոր մարդիկ մեկ պատմության շուրջ։ Այսպես ծնվեց հին հունական թատրոնը, որը սկիզբ առավ Հունաստանի Աթենք քաղաքում Դիոնիսոս Աստծո փառատոնների շրջանակում։ Հիմնական ժանրերն էին տրագեդիան եւ կատակերգությունը, որոնք ունեին կրթական եւ կրոնական նշանակություն։ Սկզբում դրանք երգեցողություն եւ խմբերկային պատմություններ էին, որոնք ժամանակի ընթացքում վերածվեցին բեմականացումների։ Հին հունական թատրոնները կառուցված են եղել բացօթյա բլուրների լանջերին, սրբավայրերի մոտ, որտեղ բնությունն ինքն էր դառնում բեմի մի մաս։ Դերասաններն էլ կրում էին դիմակներ, փոխանցելու հերոսների զգացումները, բնավորությունը եւ նույնիսկ ճակատագիրը։ Հավանաբար հենց այստեղից է ծագում թատրոնի մոգական ուժը, որը ծնվում է հին ծեսերից եւ բեմի ու հանցատեսի անմիջական շփումից, երբ հազարավոր մարդիկ միասին ապրում էին մեկ պատմություն, զգալով աստվածային ներշնչումը, որն էլ հենց հին հունական թատրոնի հոգին էր։ Նայեցինք, լսեցինք, հիմա քննարկենք։ Համաձայն ես Հակենցի այն մտքի հետ, որ թատրոնի մոգականությունը կապված է նաև նրա աստվածային ստեղծման հետ, հա, այդ Դիոնիսոսի անունը շոշափվեց եւ այլն։ Միանշանակ համաձայն եմ, որովհետեւ մենք մարդիկ նույնպես Աստծո պարգև ենք մեր ծնողների համար եւ մենք նույնպես ներկայացնում ենք այն ինչ որ կատարվում է բեմում ու ինչի է մեր մասնագիտություն տենց առանձնահատուկ յուրահատուկ կոչվում դերասան, որ կարողանաս այդ նույնը մատուցես մարդկանց որևիցե մի փոքրիկ մեսիջ ուղարկես Աստծո օգնությամբ, հա, ոնց որ ճակատագիրն է լինում, երբ որ մարդ ինչ որ մեկին հանդիպում է ու փորձում է ինչ որ բանից հետ պահի, այդ պահին դա օգնում է քեզ Աստված, որպեսզի դու այդ բանը չանես։ Մենք բոլորս իրան չենք տեսնում, բայց մենք գիտենք, հավատում ենք, ընդունում ենք, դրա մասին է խոսքը ու ես միանշանակ համաձայն եմ, որ ինքը աստվածային ու մոգական տեղ է, որտեղ շատերը չեն կարա դիմակայեն, որտեղ այդ ուրիշ է, ուրիշ տարածք է, ուրիշ մոլորակ է, ուրիշ զգացողություն է։ Ես հավատացնում եմ, այն հիմա ինչը կամ հիմա, եթե ես չլինեի թատրոնում կամ չհասկանա ես մասնագիտությունը, չսիրեի առաջնահերթին, կարող է լրիվ ուրիշ տեղում լինեի, լրիվ ուրիշ հագուկապով, ուրիշ մարդ է լինեի։ Ուրիշ մարդ է կարայի լինեի, հա, բայց քանի որ ես ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ ես ունեմ իմ առաքելությունը այս աշխարհում ինչ-որ մի բան անելու, փոխանցելու, ուրեմն ես ճիշտ վայրում եմ, ճիշտ տեղում, Աստծո օգնությամբ։ Դու ասացիր, որ բոլորս Աստծո պարգևներն ենք, դրանից առաջ խոսում էինք թատրոնի մոգականությունից։ Բոլորս Աստծո պարգևներն ենք, այո։ Իսկ մենք էլ ենք մոգական։
կա մարդու մեջ մոգականություն։ Հաչի կարա չլինի։ Կան այդ հազվագյուտ հանդիպող մարդկանցից է, ու եթե այդ մոգականությունը իր մեջ կա ու ինքն էլ կա թատրոնում, ինքը հավատացնում եմ ֆանտաստիկ մարդ է ուրեմն, որովհետև այդ իր մոգականությունը, որ կարա փոխանցի հանդիսատեսին ու նաև դերասանի արտիստիզմով տալ իր մատուցած դերը, դա կրկնակի է հզոր։ Կա, քիչ, բայց կա։ Իմ մասին չի խոսքը։ Չէ, ես չկամ այդ հարցում։ Ես մոգական բան չունեմ։ Դե դա էլ ինձ թվում է պետք է ասեն քեզ ճանաչողները։ Դե հա, ես չեմ կարա իմ մասին չեմ կարա ինչ-որ բան խոսամ, չեմ կարա իմ մասին ասեմ, այ ես լավն եմ, ես մաքսիմում կարամ ասեմ ես վատն եմ։ Ես իմ մասին չեմ կարա ասեմ ես լավն եմ։ Որտեվ դա թողնում եմ հանդիսատեսին։ Հա։ 4-րդ պատ։ Դերասանները լավ գիտեն դա ինչ է, ոմանք սիրում են դա, ոմանք չեն սիրում, էքսպերիմենտալ թատրոնում դա չկա, կոտրված են բոլոր պատնեշները, հնարավորություն է տալիս դա մարդկանց հետ անմիջականորեն շփվելու, անելու այն, ինչ ուզում ես, որ պահին ուզում ես, երևի, ու որքանով թույլ են տալիս քեզ հանգամանքները։ Ինչ է սա տալիս արտիստին։ Նախ, ինքը հետաքրքիր հարց է։ Ես համ 4 պատով ներկայացում եմ խաղում, համ էլ 3 պատով, որ համ հանդիսատեսին ներգրավվածությունը լինի ներկայացման մեջ եւ 4 պատը, որպեսզի հանդիսատեսին մենք չնկատենք, ուշադրություն չդարձնենք, որովհետեւ այդ ամեն ինչը կատարվում է մի փոքրիկ տարածքում։ Իսկ ինչը վերաբերում է էքսպերիմենտալին, դերասանը նաեւ պիտի բեմի վրա մտածող լինի, ուղեղը պիտի ճկուն լինի, որովհետև ցանկացած բայի, եթե այնպեսի ներկայացում ես խաղում, որ ինքը 3 պատ է ու չես կարող ասես հանդիսատեսը ինչ ռեպլիկ կթողնի, բնականաբար դու դրան պիտի տաս շատ ճիշտ դասական կլասիկ պատասխան, որպեսզի ոչ իրան վիրավորես, ոչ էլ ներկայացումը տուժի։ Այսինքն մի այնպեսի պատասխան, որ բոլորը ծիծաղեն, ծափահարեն ու անցնենք առաջ, հա, որպեսզի նստվածք հետք չթողնի թե հանդիսատեսի վրա, թե մեզ վրա։ Նմանատիպ դեպքերում ես շատ եմ լինում ու ես բնականաբար հենց 3 պատով ներկայացում խաղում միշտ միականջս դեպի դահլիճն է, որտեվ հավատացնում եմ այդ ուրիշ զգացողություն է, երբ որ ներկայացում ես խաղում ու այդ բային ինչ որ ծիծաղելի բան ենք անում ու հանդիսատեսը դրան ինչ որ ռեակցիա է տալիս ու խաղընկերոջ հետ միանգամից Հաջան, ինքը արդեն այդ հաջալից է, որ հա, պաստորեն դուք ինձ լսում եք պաստորեն բան, ու այդտեղից ավելի է տաքանում հանդիսատես դերասան շփումը, բայց 4 պատի մեջ մի հատ ես ուրիշ խնդիր ունեմ։ Խնդիրս նրանում է կայանում, որ երբ ներկայացումը սկսվում է ժամը 7-ին կամ 7:30, խցանումների պատճառով լինում են հանդիսատեսներ, որ 10 րոպե ուշ են գալիս ու երբ որ դու արդեն ներկայացման մեջ ես, ներկայացումը սկսել եք ու դու իրավունք չունես շեղվելու, դա իմ խնդիրն է, դա իմ թերացումն է, դա իմ մինուսն է, կներեք։ Ներկայացման ժամանակ միանգամից աչքս գցում եմ ով մտավ։ Այնինչ չպիտի այդ լինի, բայց դա ոնց որ իմ նատուրան է էլի տենց որ ես պիտի ուշադրություն դարձնեմ։ Հա, բնականաբար գլխով չեմ թեքվում, բայց աչքս օրինակ հիմա քեզ նայում եմ, այնտեղ ինչ որ մեկ ինչ որ բան է, հաստատ սենց եմ անելու, ու դու զգալու ես, որ մի բան այնտեղ են չի։ Այդ այսինքն դա էլ է խանգարում իմ խաղընկերոջին, ինձ հետ խաղալու ընթացքում, բայց արդեն սկսել եմ բան անել, այդ ընկերս լավ խորհուրդ տվեց, ասեց մի նայի ոչ մեկի, մի բան արա, որովհետև այդ մեր թելը կտրվում է։ Ասի օքեյ, այսինքն եթե իմ ընկերը ինձ լավ խորհուրդ է տալիս, որպեսզի ես իրան չկոտրեմ, բնականաբար ես իմ ընկերոջ խորհրդին եմ հետևում։ Հիմա մի հատ դեպք պատմեմ։ Պրեմիերայի ժամանակ հոբելյանական հաճախորդ ներկայացումն ենք խաղում, ես Սոնա Մաթևոսյանը, մեկ էլ բեմադրող ռեժիսոր Ժորա Մարտիրոսյան, Արա Երնջակյանի պիեսն է։ Հոբելյանական հաճախորդ ենք խաղում, այնտեղ մի հատ տեսարան կոծուց, արդեն լուրջ պահ է, էլի ինչ որ պիտի դրանից առաջ պիտի համբուրվենք, զանգը գալիս, զանգը խանգարում է ու Սոնան հարցնում, ասում է դու ամուսնացած ես, մեկ է դահլիճից ինչ լսեմ, ասում եմ չէ, արդեն չէ, դահլիճից բարձր լսում եմ սուտ,
Դե բաժակը ձեռքս է, ոնց որ իրար այսպես դեմ դիմաց կանգնած են, ես ինձ եմ ամնա։ Հազիվ եմ ինձ պահում, որ չխնդամ։ Լուրջ։ Ախր չի կարելի տենց բարձր ասել։ Սուտ։ Դերասանից բարձր գոռում ես սուտ։ Բայց ինչ եմ սուտ ասում, եթե դու ներկայացում ես նայում։ Ես այդտեղ ինչ-որ բան եմ խաղում, ու եթե ես ասում եմ չէ, արդեն չէ, պետք չի դու ընդեղից ասես սուտ։ Շատ լուրջ է էլի ամեն ինչ Հա, ընդունել։ այսինքն մենք իրան մցրել ենք այդ պատմության մեջ, ինքը մտել է այդ պատմության մեջ, այսինքն ինքը ինձ ատում է, ինքը ինձ ատում է, որպես կերպար ինքը ինձ այդտեղ ատում է։ Բայց պետք չի դա բարձրաձայնելու, ես ամեն առաջին, ոնց ասեմ, պայթողներից մեկն եմ, ով ներկայացման ընթացքում եթե ինչ-որ բան անում, ամենառաջինը ես եմ ռեակցիա տալիս, խնդալու տեսքով։ Դա հազիվ եմ ինձ զսպել, լուրջ եմ ասում, այնքանով եմ հազիվ ինձ զսպել, որ Սոնան անգամ սենց արեց։ Ինքն էլ տակի պռոշը կծեց, որ ինքն էլ չխնդա, որտեվ լարված ենք, պրեմիերան է, մարդիկ նայում են, ֆոտոյի ձեն եք լսում, որ նկարում են, բան, ու այդ արտահայտությունը անում ես սուտ Արա խիելի, ինչի համար այդ արտահայտությունն արեցին, ինչի կոտրեցին ինձ, այո, կդրավ, ինչի ինձ գցեցին լրիվ ուրիշտեղ, հիմա ես պետք է նորից, ահագին պաուզա ենք պայել, այդտեղ պաուզա չպիտի լիներ, բայց պաուզա ենք պայել, որովհետև եթե ես շարունակեի խոսալ, ես այսպես էի խոսալու, էդի ճիշտ չի։ Բայց եթե պորտ կայր ու օրինակ ծիծաղայր բարձր, ենթադրենք, հետո հեշտ էիր հավաքվելու, չէ՞։ Չէ, հավաքվելը հեշտ կհավաքվեի, բայց նորից հանդիսատեսին բերեի գցեի այդ նույն նոտայի մեջ, չէի կարա, չենք կարա, ես ու Սոնան չենք կարա, պիտի ասենք Ժորժան, հələ հիշեք ինչ էր եղել, ասես պիտի արդեն խոսանք դառնա ուրիշ բան, արդեն դա 4 հատը դառավ 3 պատ կանդեցինք, հիմա արևանների հետ շփվում ենք, չէ։ Գիտես, ես քո վերած օրինակից մտքովս մի բան անցավ, երևի այդ մարդիկ, ովքեր տենց բուրըն արձագանքում են, հա, այդ տեղի ունեցող իրադարձություններին բեմի վրա, նման են այն մարդկանց, ովքեր շատ բուրըն ձևով ֆուտբոլ են նայում։ Հա։ Այն որ մեկը գոլ չի խփում կամ խփում այն որ հետևից իրանք հավասար այդ գործողությունները պատկերացնում են ոնց է։ Ինչ-որ դեպքի ես տանն եմ ներկա եղել, գիշերվա 1000-ն է խաղում է իմ սիրած ակումբը ու ժամը 1-ն էր արդեն։ Որն է սիրած ակումբը։ Բարսելոնան։ Ահա։ Մեսին այդ ժամանակ դեռ խաղում էր, ուրեմն բոլորը քնած են։ Ես հենց էմոցիոնալ sense ինձ զսպելով ֆուտբոլ եմ նայում մի գոլ ապեր գոլ խփեն հաղթեն բա մեկը գոլը խփում մեն դեք ինչ բարձր եմ գոռում գոլ հայրս բաբջան հասկացաք գալիս է ու ոնց էր ասում են հանում օթերով օթերը նուրբ հասված իմ հոր դեպքում բայց 4 պատը բլվում է, ոնց ասեմ, 4 պատը բլվում է։ Այդ հա, ես ֆուտբոլ նայելուց այդպես եմ, էմոցիոնալ եմ։ Այ, էտա, 4 պատի խնդիր չկա 4 պատի հետ, էքսպերիմենտալն էլ ոչ մի խնդիր չունեմ, կարելի ասել, կամերային թատրոնը ինձ սովորացրել է այդ, լուրջ եմ ասում, մինչև ես ինչ-որ միտեղ նկարվել եմ, 2012 թվականից մինչև 15 թվականը ես իմ մոտ դրել էի, որ չեմ նկարվելու ոչ մի տեղ, չեմ խաղալու ոչ մի տեղ, ես 3 տարի եղել եմ մենակ կամերայինի բեմում, ու այդ 3 տարիների ընթացքում ես ինքնակրթվել եմ, հասկացել եմ ոնց պիտի լինի դերասանը, ոնց պետք է ներկայանա նկարահանման հրապարակում, նկարահանող անձնակազմ, ռեժիսոր, ամեն ինչը հասկացել եմ նոր 15 թվից հետո ես սկսել եմ նկարահանվել, որովհետև ես մի քիչ պրինցիպիալ անձնավորություն եմ, ես չեմ կարող գնամ միտեղ ու լինեմ թույլ։ Ես ընդունում եմ, որ ռեժիսորը պիտի ասի սենց եղի, չգիտեմ, ինչ-որ մի դերասան, եթե սրտացավ է քեզ օգնի, բայց չեմ կարող թույլ տամ, որ ինձ նկատողություն անեն։ Այդ մի քիչ իմը չի։ Այսինքն ես պիտի գնամ պատրաստված, ես պիտի լինեմ երկու ոտքի վրա ձիգ կանգնած։ Դրա համար ես 3 տարի մենակ կամերայինում եմ եղել ու սովորել եմ հանդիսատեսի հետ շփումը, սովորել եմ 4 պատը, սովորել եմ ոնց կարելի է կամերայի դիմաց լինել, ոնց կարաս դեմքդ աշխատացնես կամերային, որպեսզի ճիշտ վերցնի ինչը որ հիմա կատարվում է, ու նմանատիպ լիքը մանր-մունր բաներ, ինչը որ դերասանին պետք է։ Թատրոնը մեր երկրում հանրահռչակված է։
Սիրում են մարդիկ թատրոն գնալ, այդ մշակույթը թատրոն գնալու քո կարծիքով։ Ես այսպես ասեմ, եկեք ուրիշ թատրոնների մասին չխոսեմ, ես խոսեմ մեր թատրոնի մասին։ Մեր թատրոնում մենք այդ խնդիրը չունենք։ Մենք ունենք հանդիսատես, ով սիրում է կամերային թատրոնը ու միշտ մեր դալիճները լեփլեցուն են։ Այսինքն կա ժողովրդի մի մաս, ով սիրում է թատրոն։ Բնականաբար մյուս թատրոններն էլ են գնում։ Ունեմ ընկերներ, ովքեր տարբեր թատրոններում են ու մեր մոտ էլ էր այսօր դալիճը լեփլեցուն։ Կա թատրոնը մի տեղ է, որտեղ դու գնում ես քո առօրյա հոգսերից գոնե 2 ժամ կտրվելու։ Գոնե 2 ժամ։ Փորձես, չգիտեմ, առավոտ դժվար ես արթնացել, աշխատանքի տեղը խնդիրներ ա եղել, բայց դու գնում ես մի տեղ, որտեղ կա մոգական էներգիա, ձեր ասացի պես, ու կան դերասաններ, ում ճանաչում ես, ում չես ճանաչում, ովքեր տաղանդավոր են, ոչ տաղանդավոր են, բայց քեզ տալիս են մի էմոցիա, որը որ քեզ թուլացնում է։ Ու այդ 2 ժամը, երբ որ դու նստած ես ու վայելում ես ներկայացումը, դու կարելի ասել թեթևացած գնում ես տուն ու հաջորդ օրը հավատացնում եմ, հաջորդ օրը դու ավելի լավ ես արթնանում, որովհետև այն էմոցիաները, ինչը որ ստացել ես, դու ամբողջ օրվա ընթացքում չես ստացել։ Վերջին այդ 2 ժամը օրվա ավարտի 7-ից 9 ընկած ժամանակահատվածում հենց ստանում ես այդ էներգիան, հավատացում եմ, այդ պոզիտիվ մտքով, այդ էներգիայով գնում ես տուն, առավոտյան լրիվ ուրիշ կերպ ես արթնանում։ Այսօր թատրոնը չեմ կարծում տենց խնդիր ունի ու ժողովուրդն էլ սիրում է թատրոն։ Իսկ մի երկիր եթե չունի թատրոն, այդ լավ չի։ Իսկ փառք Աստծո, մենք մեր երկրում ունենք թատրոններ, ունենք տաղանդավոր շնորհքով դերասաններ, ռեժիսորներ, ովքեր ստեղծագործում են տարբեր թատրոններում։ Ողջունում եմ բոլորին։ Ես էլ եմ միանում այդ ողջույններին։ Էքսպերիմենտալ թատրոնի մասին խոսեցինք նաև նրա մասին, որ պրեմիերա եք ունեցել։ Այո։ Ուրեմն մարդկանց հրավիրենք թատրոն։ Հրավիրենք թատրոն, ինչու ոչ, մենք նոր ներկայացումը դա Beatles-ն է, դրանից առաջ ունենք եւս մեկ նոր ներկայացում Արշալույս Հարությունյանի բեմադրած Underground եւ շատ շուտով սպասեք եւս նոր ներկայացում Ժորա Մարտիրոսյանի բեմադրությամբ, վերնագիրն է Սերն ինչպես կինոյում։ Դուք մասնակցել։ Ես չկամ, մեր թատրոնի տաղանդավոր հրաշալի դերասաններն են։ Ես Beatles-ում եմ, եկեք նայեք ժամ 10 րոպե։ Հիշեք լավ էմոցիաներով գնացեք տուն։ Beatles-ը կոպիտ ասած իրանց անցած ուղու մասին ենք խոսում, պատմում, դրվագներ ենք խաղում, իրենց կյանքում ինչեր ա եղել, ինչեր չի եղել, ով ինչեր ա արել։ Ու բերում ենք շատ գեղեցիկ հանգուցալուծման, որ պետք չէ մեղադրել ոչ մեկին, պետք է սիրել, փայփայել այն թանկը, ինչը որ կա։ Իսկ մեզ համար այսօրվա թեմայի համաձայն ամենաթանկ բաներից մեկը թատրոնն է, փայփայենք թատրոնը։ Ու սիրով կոչանենք հանդիսատեսին գալ թատրոն, նայել լավ ներկայացումներ։ Թատրոնը դա դերասանի համար իր տունն է, իր պիտակն է, իր բրենդն է, որովհետև դերասանը երբ որ ունի թատրոն ու թատրոնում աշխատում, այսինքն ինքը ամուր հիմքերի վրա է, այսինքն այդ դերասանը անտուն չի, խնդրում եմ ճիշտ հասկանան հեռուստադիտողները, որ դա բնակավայրի մասին չի խոսքը, որ մարդիկ ապրում են, այլ դերասանը, երբ որ ինքը մասնագիտությամբ դերասանը, ինքը պիտի ունենա իր տունը։ Հիմա շատերը շատ տաղանդավոր մարդիկ կան, որ անտուն են, նկատի ունենալով թատրոնը, բայց պետք չէ հուսահատվել։ Օրերից մի օր իրանք էլ կհայտնվեն մի հրաշալի տանը, որը կոչվում է թատրոն։ Եվ մեր հաղորդման հավանավորի կողմից դուք ունեք նվերքարտ Աուրա 8 գեղեցկության սրահի կողմից։ Շատ հրաշալի մարդիկ են, հրաշալի մասնագետներ, սիրով սպասում են ձեզ։ Ես կտամ մամային։ Okay. Մերսի։ Դե դուք գնացեք ներկայացումներ նայելու, մենք էլ գնանք շարունակենք խոսել թատրոնի մասին։ Շնորհակալություն։ Հետևեք այս ալիքին, subscribe եղեք։ Հետարքիր բաներից են խոսում ու ամենակարևորը մոգական թատրոնից են խոսում, որտեղ երբ որ վարակույրը բացվում է ու սկսվում է այդ հրաշքը, երբ որ փակվում է, ավարտվում է այդ հրաշքը, բայց ձեզ հետ տանելով հրաշալի էմոցիաներ։ Կհանդիպենք իրա հետ արդեն։ Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 բյութի սալոնը։